Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին, սպանվել են երկրի ազդեցիկ ուժային կառույցների ղեկավարները, Իրանը սպառնում է կոշտ պատասխանով։ Սա կարող է նաև ունենալ այդ ծավալման վտանգը։ Արդյոք ստեղծված իրավիճակից կօգտվի Ադրբեջանը, Երևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա։ Սպասենք, հասկանանք ինչ զարգացումներ կլինեն։ Թավրիզում և Թեհրանում հայկական համայնքը ապահով վիճակում է, հարձակման կետերից հեռու, տեղացիները մանրամասներ են պատմում։ Համայնքում չկա մտահոգություն ընդհանուր երկրի վիճակի համար։ We have a complicated situation in our region. ԵԱՏՄ թե ԵՄ Հայաստանի վարչապետը Պրահայի ֆորումում երկընտրանքից է խոսել, ակնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չկա։ And that is our strategy. Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թե կոնկրետ ինչ քրեական գործով է անցնում Աբրահամյանը, իրավապահները փաղագծեր չեն բացում։ 5 կողմ 4 դեմ 1 ձեռնպա նախագիծը չի անցել։ Գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայելու նախագիծը ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ։ Բացասական եզրակացություն։ Նախ տարածաշրջանային աննախադեպ էսկալացիայի մասին Իսրայելը գիշերը և այսօր առավոտյան տասնյակ հարվածներ է հասցրել իրանական միջուկային և ռազմական օբյեկտներին ամբողջ երկրի տարածքում, սպանվել են երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցների ղեկավարները, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև միջուկային ծրագրում գրավված գիտնականներ։ Զոհերի ճշգրիտ թիվ Իրանի պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաղորդել։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը զգուշացրել է, որ Իսրայելը խիստ կպատժվի այս հարձակման համար ու մինչ Թեհրանը մեղադրանքի սլաքները ուղղում է նաև դեպի Միացյալ Նահանգներ, նախագահ Թրամփը Իսրայելի գործողությունը հիասքանչ է անվանել։ Իսրայելը աննախադեպ լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի վրա, թիրախավորելով ռազմական և միջուկային օբյեկտներ։ Խոյացող առյուծ անունով գործողության ժամանակ կիրառվել է 200 կործանիչ։ Հարվածել են ավելի քան 100 թիրախի, այդ թվում Նաթանզի միջուկային օբյեկտին, որն ուրանի հարստացման ծրագրի առանցքային օբյեկտն է։ Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ Իսրայելի օդուժը Թեհրանում թիրախավորել է ինչպես զինված ուժերի շտաբներ, ռազմական օբյեկտներ, այնպես էլ բարձրաստիճան զինվորականների առանձնատներ, առնվազն 18 տարբեր թիրախներ։ Իրանի այլ շրջաններ, այդ թվում Ղոմը, Քերմանշահը, Թավրիզը ևս հարձակման են ենթարկվել։ Իսրայելական հարվածներից սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, որը երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, ինչպես նաև կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին։ Ըստ իսրայելական կողմի սպանվել է առնվազն 20 բարձրաստիճան հրամանատար, սպանվածների թվում են նաև միջուկային ծրագրերում ներգրավված 6 գիտնականներ։ Զոհերի ճշգրիտ թիվ Իրանի պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաղորդում։ Պետական հեռուստատեսությունը նշում է, որ 12 նահանգում կա առնվազն 95 վիրավոր։ Նուր Նյուզ գործակալության տվյալներով էլ միայն Թեհրանում կա 78 զոհ, 320-ից ավելի վիրավոր։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ տասնամյակներով Իրանը սպառնացել է ոչնչացնել Իսրայելը և ձգտել է միջուկային զենք ստեղծել, ինչը գոյաբանական սպառնալիք է Իսրայելի համար։ Բենյամին Նեթանյահուն վստահեցրել է, որ գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է այդ սպառնալիքը վերացնելու համար։ Վերջին տարիներին Իրանը բարձր հարստացված այնքան ուրան է արտադրել, որը բավարար է ատոմային 9 ռումբ ստեղծելու համար։ Սա Իսրայելի գոյատևման համար ակնհայտ և իրական սպառնալիք է։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ ասել է, որ սա վճռորոշ պահ է Իսրայելի և հրեա ժողովրդի պատմության մեջ, քանզի այս գործողությամբ խափանում են Իրանի կարողությունները և վերացնում այս երկրից սպառնացող վտանգը։ Իսրայել կացը նշել է, Իրանն ավելի քան երբևէ վճռական է Իսրայելը ոչնչացնելու իր տեսլականն իրագործելու հարցում։ Մենք վճռորոշ փուլում ենք, եթե բաց թողնենք այն, ոչ մի կերպ չենք կարող կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, որը սպառնում է մեր գոյությանը։ Վերջին 1.5 տարում առնչվել ենք Իրանի պրոքսիների հետ, բայց հիմա գործ ունենք հենց օձի գլխի հետ։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ սպանված հրամանատարների եւ գիտնականների աշխատանքը կշարունակեն նրանց գործընկերները։ Այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը խիստ կպատժվի այս հարձակման համար։ Այս հանցագործությամբ սիոնիստական ռեժիմը իր համար պատրաստել է դառը եւ ցավալի ճակատագիր, եւ այն անպայման կարժանանա դրան։ Ըստ իսրայելական կողմի Իրանն ի պատասխան ավելի քան 100 անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնք ոչնչացվել են նախքան երկրի տարածք մտնելը։ Սակայն իրանական ռազմական աղբյուրը ֆարս գործակալության հետ զրույցում հերքել է դա, նշելով, որ Իրանի պատասխանը կլինի շուտով։ Իրանը Միացյալ Նահանգներին մեղադրել է Իսրայելին աջակցելու համար, արտգործնախարարությունը հայտարարել է, որ այսպիսի հարձակումը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ օգնության։ Վաշինգտոնը մինչդեռ ասել էր, որ որևէ կերպ ներգրավված չի եղել գործողությանը, սակայն տեղյակ է եղել։ Նախագահ Թրամփն ավելի ուշ շեշտել է. Իրանին շանս էր տվել միջուկային ծրագրի շուրջ գործարքի գնալ, զգուշացնելով, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ, սակայն գործարք այդպես էլ տեղի չունեցավ, սոցցանցում գրել է նա։ Իրանի կոշտ ուղեգծի որոշ կողմնակիցներ քաջաբար խոսում էին, բայց չգիտեին, թե ինչ էր պատահելու։ Նրանք բոլորը հիմա մահացել են եւ իրավիճակը միայն ավելի վատ թարանալու է։ Իրանը պետք է գործարք կնքի, նախքան երկրից ոչինչ չի մնա, եւ փրկի այն, ինչը ժամանակին հայտնի էր որպես իրանական կայսրություն։ Մեկ այլ գրառմամբ Թրամփը նշել է, որ Իրանին 60-օրյա վերջնագիր էր ներկայացվել գործարքին համաձայնելու համար, սակայն նրանք դա չարեցին։ Ըստ նախագահի Իրանը թերևս երկրորդ շանս ունի հիմա։ Wall Street Journal-ին էլ ասել է, թե հարձակումը լավ կլինի շուկայի համար, քանզի Իրանը միջուկային զենք չի ունենա։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին։ Նաև հաստատել է, որ 3 միջուկային օբյեկտ չի ենթարկվել հարձակման, թե քանիսն են թիրախավորվել չի հստակեցվում։ Հարձակման հետևանքով Իրանի օդային տարածքը փակ է։ Միջազգային մի քանի ավիաուղիներ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները դեպի Մերձավոր Արևելք։ Մտավախությունների ֆոնին, որ հարձակումը կարող է ազդել նավթի մատակարարումների վրա, նավթի համաշխարհային գինը 7%-ի կտրուկ աճ է գրանցել։ Նավթատար տանկերներին զգուշացվել է խուսափել Հորմուզի նեղուցով երթևեկելուց, որը նավթի մատակարարման գլխավոր ուղիներից մեկն է։ Իրանը դիմել է Միացյալ Ազգերի կազմակերպություն, պահանջելով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել, քննարկելու Իսրայելի հարձակումը, որը դատապարտել են մի շարք երկրներ։ Երևանը դատապարտել է Իսրայելի այսօրվա հարձակումը Իրանի վրա և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Պրահայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլոբսեկ 2025 ֆորումում իր ելույթի ընթացքում ընդգծել է, որ վերջին զարգացումները հարցականի տակ են դնում տարածաշրջանի փխրուն կայունությունը։ Արդյոք ստեղծված իրավիճակից կօգտվի Ադրբեջանը, հարձակում ձեռնարկելով Հայաստանի ուղղությամբ։ Գործընկերս այս հարցը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարին է ուղղել։ Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից ու հարձակվել Հայաստանի վրա։ Ազատության հարցինի պատասխան ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Զանգեզուրի միջանցք բացելու թեմայից չհրաժարվող Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է։ Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։ Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները մոտ 3 շաբաթ Հայաստանին սահմանակից Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնել։ Մինչև հունիսի 30-ը ծրագրված երկփուլ վարժանքների մեկնարկը 3 է տրվել։ Տեղաշարժեր չկան սահմանում։ Մենք նման ինֆորմացիա չենք տիրապետում։ Վարչապետը Չեխիայում է, Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ այս պահին ծրագրված չէ։ Արմեն Գրիգորյանի խոսքով ըստ իրավիճակի կարող են հավաքվել։ Նիկոլ Փաշինյանն այսօր Պրահայում անցկացվող միջազգային ֆորումի հարթակն օգտագործեց դատապարտելու Իրանի դեմ իսրայելական հարձակումը։ Դա հարցականի տակ է դնում փխրուն կայունությունը, որն ունենք տարածաշրջանում, եւ մենք շատ մտահոգ ենք։ Դատապարտում Երևանից նաև արտգործնախարարության մակարդակով է հնչել։ Պաշտոնական Երևանը հարձակումը միակողմանի է որակել, կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Ըստ սցենարների մենք ունենք պլանավորում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլ խնդիր է Հայաստանի համար, ապրի Արմենիա ֆորումի քննարկման ժամանակ հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղարը։ Իսրայելի գործողությանը կոնկրետ գնահատական տալով։ Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը բնականաբար բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում եւ էսկալացիան ոչ մի օգուտ բնականաբար տարածաշրջանի երկրներին չի բերելու։ Մենք հուսում ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ
խաղ ճանապարհով կարգավորել նաև հարցը։ Սպառնալիքներին արձագանքելու Հայաստանի հիմնական գործիքը ըստ Արմեն Գրիգորյանի խաղաղության օրակարգն է։ Ադրբեջանի հետ համաձայնեցված պայմանագիրը ստորագրելու հարցում Անվտանգության խորհրդի քարտուղարը ոչ մի նորություն չփոխանցեց։ Բանակցված փաստաթղթի տակ իր ստորագրությունը դնելու համար Բաքուն երկու նախապայմաններից՝ Հայաստանի սահմանադրության փոփոխությունից եւ Մինսկի խմբի լուծարումից չի հրաժարվում։ Այս պայմաններում Երևանը հնարավորինս շուտ ստորագրման հույսը չի կորցնում։ Չնայած սահմանամերձ Սյունիքում մոտ 3 ամիս չդադարող կրակոցներին Արմեն Գրիգորյանը կարծում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կարողացել են որոշակի կայունության հասնել։ Ինչով են պայմանավորված կրակոցները, իր ղեկավարած կառույցը ունի ուսումնասիրություն։ Հնարավոր նպատակներից մեկը նաև խաղաղության պայմանագրի շուրջ ունեցած հաջողություններից միջազգային հանրության կարող է շեղումն է, կարող է այլ նպատակներ էլ ունենալ, իհարկե մենք շարունակում ենք հետևել եւ փորձել հասկանալ, թե որոնք են այդպիսի քայլերի նպատակը։ Սյունիքում բնակելի տների թիրախավորումից հետո Հայաստանի առաջարկը Բաքվին հետաքննել եւ հրապարակային պարզաբանել մնում է անարձագանք։ Ադրբեջանական կողմին նաև մենք խնդրել ենք դետալներ մեզ փոխանցեն միջադեպեր ըստ իրենց միջադեպերի խախտումների վերաբերյալ։ Մենք մանրամասն հետաքննություն ենք կատարել եւ պատասխանել ենք, կարող եմ ասել, որ գրեթե մեր կողմից խախտում չի եղել։ Խաղաղության պայմանագրից բացի Բաքվի հետ մյուս երկու ուղղություններով սահմանազատման ու ապաշրջափակման բանակցություններում եւս առաջընթաց չկա։ Արմեն Գրիգորյանը չհերքեց, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, Պաշտոնյան չբացահայտեց։ Մեկ շաբաթ առաջ հաղորդվեց Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին։ Վարչապետի գրասենյակը փոխանցեց Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թե ինչ հարցեր էին շեշտադրել կողմերի դիրքորոշումները Երևանի պաշտոնական հաղորդագրության մեջ չնշվեցին։ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունները չէր զատել հայ-ադրբեջանական կարգավորումից։ Թուրքիայի նախագահի գրասենյակից փոխանցել էին, մեջբերեմ, ընդգծելով տարածաշրջանային համապարփակ կարգավորման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարեւորությունը, նախագահ Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի եւ Հայաստանի միջև շփումների կապակցությամբ։ Անկարան շեշտել էր, զրույցը կայացել է Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ։ Արմեն Գրիգորյանը չնշեց Թուրքիայի հանդիպումն ում նախաձեռնությամբ կկայանա, նաեւ այցի օրը։ Մանրամասների մասով եկեք սպասենք վարչապետի աշխատակազմի կոմունիկացիային։ Լավատեսական չեն փորձագետների վերլուծությունները։ Իրանագետ Աննա Դավսյանն ու քաղաքագետ Արման Գրիգորյանը այսօր Ազատության տաղավարում ներկայացրել են ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել Իրան-Իսրայել զարգացումների ֆոնին։ Եթե Իրանում ստացվում է այնպիսի իրադրություն, որ Ադրբեջանն ասում կարող է, այսպես ասած, խաղաքարտ ունենալ իր ձեռքին ասելու, որ անվտանգ չէ Իրանով անցումը եւ ճանապարհից օգտվել Նախիջևան գնալու համար, այդտեղ եւս երկու սցենար կա։ Կամ ինքը պարտադրված է լինում ստորագրել փաստաթուղթ Հայաստանի հետ, կարգավորել հարաբերությունները եւ լեգիտիմ իրավունք ունենալ Հայաստանի տարածքով անցում ունենալու, եւ կամ այդ վատթարագույն սցենարն է, պարզապես առիթից օգտվելով, ինչպես նշեցիք, փորձելու է ռազմական ճանապարհով այդ ճանապարհը ունենալ։ Բայց ելի եմ ասում, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի արձագանք կշարունակի լինել Իսրայելի այս գործողություններին, որովհետև Իսրայելի գործողություններն անգամ որակվում են բնականաբար որպես հակաօրինական եւ միջազգային իրավունքի խախտումներ, եւ բնականաբար նաեւ Ադրբեջանը նայելու է, թե այդ հայտարարություններից զատ ինչպիսի պատասխան քայլեր են լինելու Իսրայելի հանդեպ, ոչ միայն Իրանից, այլ նաև նույն այդ միջազգային հանրությունից։ Ես կիսում եմ այդ շատերի մտավախությունը, որ սա կարող է նաև ունենալ այդ ծավալման վտանգը, նույնիսկ Իրանի սահմաններից դուրս գալու վտանգը, ռեգիոնալ ապակայունացման վտանգը։ Նախ հիշենք, որ սրանից ոչ շատ առաջ ինչ որ ակնհայտ գործընթացներ էին տեղի ունենում Ադրբեջանի ու Իսրայելի շատ սերտ հարաբերությունների առումով, նույնիսկ սրանից մի երկու ամիս առաջ ինչ որ պատվիրակություն այցելեց Բաքու, որը զբաղված էր
ամերիկա-իսրայելա-ադրբեջանական ինչ-որ եռակողմ ֆորմատի ստեղծման գործընթացով ես դժվար եմ պատկերացնում, որ այդ քննարկումների ժամանակ այսպես կոչված Սյունիքի Միջանցքի հարցը չի քննարկվել, այսինքն ինչ գին է պահանջել Ադրբեջանը այդ համագործակցության համար, ինչ երաշխիքներ է պահանջել Ադրբեջանը այդ համագործակցության համար, բնականաբար դա Հայաստանի հաշվին ինչ-որ բաներ պիտի լինեին, դժվար է պատկերացնել, որ այդ հարցերը չեն քննարկվում։ Վերջապես լայնամասշտաբ պատերազմի պարագայում կարող են ինչ-որ բանի հոսքեր լինել, այդ փախստականների հոսքեր լինել, ընդհանուր ռեգիոնալ ինչ-որ ապակայունացման բան։ Իրանում մոտ 80,000 հայ է ապրում, ազատությունը կապ է հաստատել Թավրիզի և Թեհրանի հետ։ Թավրիզում թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջյանի փոխանցմամբ հայկական համայնքը ապահով վիճակում է հարձակման կետերից հեռու։ Մայրաքաղաք Թեհրանից Արաքս շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը ևս տեղեկացրեց, որ հայերի շրջանում այս պահին հանգիստ իրավիճակ է։ Ընդհանրապես ոչ մի տարօրինակ բան չկա, ուղղակի հիմա արդեն ամեն ինչը խաղաղված է, ժողովուրդը իր առօրյայով է զբաղված, բայց բնականաբար մտահոգությունները կան ոչ միայն հայ համայնքի մոտ, այլ լրիվ երկրում բնականաբար մտահոգություններ կան եղածի կապակցությամբ, բնականաբար նաև ժողովուրդը վրդովված է, սպասում են պատասխան հարվածի, բնականաբար Իրանը կգնա պատասխան հարվածների, սպասում ենք նաև հրթիռային հարձակում, պետք է սպասել եւ տեսնել։ Քաղաքներից կան տվյալներ Իրանի օրինակ հայերի շրջանում տուժածներ, վիրավորներ այդ հարվածների հետևանքով։ Ընդհանրապես որևէ հայ չի տուժել, որևէ հայկական համայնքը որևէ տուժած չունի։ Միայնակ ամենամոդիկ հարվածը որ եղել է Թեհրանի Նարմակ քաղաքամասի, որը հայկական ամենամեծ թաղամասն է, դրանից ուղիղ գծով երևի մի 1000 մետր հեռավորության վրա հարվածներ եղել են, բայց համայնքին ընդհանրապես որևէ բան չի ասել, որևէ մտահոգություն համայնքում չկա, մտահոգությունը ընդհանուր երկրի վիճակի համար։ Այսինքն մտահոգությունը այն է, որ հնարավոր է շարունակվի եւ ավելի մեծ մասշտաբների հանգի իրավիճակը։ Բնականաբար Իրանը գնալու է պատասխան հարվածների, չի կարող դրան անտեսել, որովհետեւ հարվածները շատ մեծ են եղել, բավական ազդեցիկ դեմքերի են խլել Իրանից, թե ռազմական, թե գիտական ոլորտներում եւ Իրանը չի կարող դրանից անցնել եւ անպայման հակահարվածները դալու է։ Քանի որ նաև նշվում է, որ ինչ որ միջուկային տեխնոլոգիաների հետ կապված օբյեկտների են հարվածել, այդ առումով ձեր մոտ կան մտահոգություններ։ Արդեն հանգիստ է եւ իրանական կողմը եւ միջազգային հաստատությունները այդ մասին հայտարարեցին, երևի լսեցիք նաև դի հայտարարությունը այդ կապակցությամբ, որ որևէ ռադիոակտիվ բաներ չկան, վտանգներ չկան, որևէ հարց չկա, ոչ Բուշերի ատոմակայանն է հարվածի տակ հայտնվել, ոչ էլ ինչպիսին է Նաթանզում, որ հարվածվել են, դրա արդյունքում որևէ ռադիոակտիվ բաներ չեն եղել։ Իսրայելական հարվածներից հետո Իրանի և հարևան շատ երկրների օդային տարածքներ փակվելու հետևանքով կանոնավոր չվերթներ իրականացնող մի շարք ինքնաթիռներ հարկադրված վայրէջքներ են կատարել, այդ թվում նաև Երևանում և Բաքվում, ընդ որում հանգամանքների բերումով Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի Բաքվի օդանավակայանում, ադրբեջանի քաղաքացիներ էլ Զվարթնոցում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, նշելով, որ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք, հավելյալ մանրամասներ չկան, պարզ չէ Երևանում քանի ադրբեջանցի է հայտնվել, Բաքվում քանի հայ։ Հարյուրավոր մարդիկ այսօր հավաքվել էին Թեհրանի հեղափոխության փողոցում, ցուցարարները հակաիսրայելական և հակաամերիկյան կարգախոսներ էին վանկարկում։ Չեխիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլոբսեկ 2025 ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև։ Հայաստանի ղեկավարը ընդգծել է, սակայն, որ ինչ-որ մի պահ ապագայում Հայաստանը պետք է որոշում կայացնի ԵԱՏՄ թե ԵՄ անդամ լինել։ Հայաստանի խորհրդանը մարտին ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը, որը սակայն հանրաքվե չի ենթադրում եւ ինչպես պնդում էին իշխանության ներկայացուցիչները, պարզապես
արտահայտում է Երևանի քաղաքական կամքը։ Մոսկվան չի թաքցնում իր դժգոհությունը։ Ռուս տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ Երևանը պետք է հստակ ընտրություն կատարի ինտեգրացիոն երկու ձևաչափերի միջև։ Next we have Prime Minister Երևանն իր առջև խնդիր չի դրել Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից հեռացնելու համար։ Այսօր Չեխիայում GlobeSec 2025 ֆորումի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետը, անդրադառնալով Հայաստանի Եվրամիության անդամակցության հարցերին։ You know that we have a complicated situation in our region. Գիտեք, որ մենք բարդ իրավիճակ ունենք մեր տարածաշրջանում։ Դուք նշեցիք Հայաստանում ռուսական զորքերի առկայության մասին, բայց ես կուզեմ նշել, որ Հայաստանում է նաև եվրոպական դիտորդական առաքելությունը, որը հետևում է Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակին։ Եվ մյուս կողմից մենք անցած տարում նվազեցրինք ռուսական զորքերի ներկայության աստիճանը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք մեր առջև դրված վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում։ Մենք ունենք այլ խնդիր՝ կարողանալ տարածաշրջանի երկրների հետ հարատև եւ կայուն խաղաղություն հաստատել։ Sustainable and lasting peace in our region. Սերբիայի նախագահի, Սլովակիայի ու Ավստրիայի նախկին արտգործնախարարների մասնակցությամբ քննարկմանը Փաշինյանն ընդգծեց, Երևանն իր արտաքին քաղաքականությունը բալանսավորում է, շատ սերտ համագործակցություն ունի նաև Եվրամիության հետ։ Իսկ ԵՄ-ին լիիրավ անդամ դառնալու հարցին անդրադառնալիս Փաշինյանը պնդեց, թե Հայաստանին ոչինչ հետ չի պահում, հիշատակելով վերջերս ընդունված Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Միևնույն ժամանակ փաստեց, որ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հայտ ներկայացնելու համար դեռ վաղ է։ It is not only our goal to go and to become a full member of European Union. Մեր նպատակը միայն գնալն ու Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալը չէ։ Դա մեկ այլ խթան է մեզ համար շարունակելու եւ իրականացնելու մեր ժողովրդավարական օրակարգը։ Մենք հույս ունենք, որ այն ժամանակ, երբ մենք ուղարկենք Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու հայտը, այն հիմնված կլինի մեր արժանինքների վրա, քանի որ մենք կկարողանանք իրականացնել ամբողջական եւ խորը ժողովրդավարական բարեփոխումներ։ Overall and deep democratic reforms. And that is our agenda. Հայաստանի վարչապետն ընդգծեց, Երևանում հասկանում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե ԵԱՏՄ, թե ԵՄ անդամ, եւ ինչ որ պահի ապագայում պետք է որոշում կայացնի, թե որ կառույցի օգտին կլինի այդ որոշումը, Փաշինյանի խոսքից բարձ չդարձավ։ Վարչապետը խոսեց նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունից։ And you know that recently this year we've been able with Azerbaijan. Վերջերս մենք Ադրբեջանի հետ կարողացանք դրական արդյունքով ավարտել բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Նկատի ունեմ նախագիծը երկկողմ համաձայնեցրինք եւ հիմա ժամանակն է ստորագրելու խաղաղության պայմանագիրը եւ մենք քննարկումների մեջ ենք Ադրբեջանի հետ թե ինչպես հասնել այդ կետին եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ With Azerbaijan how to get to that point and to sign peace agreement. Ավելի ուշ կայացած մեկ այլ քննարկման ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն պետք է փորձեն մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը ու լուծել Մինսկի խումբը։ Թեև տեքստի համաձայնագրումից 2.5 ամիս է անցել, Բաքուն հրաժարվում է ստորագրել համաձայնագիրը, պնդելով իր նախապայմանները։ Ընդ որում, չնայած Սյունիքի գյուղերի ուղղությամբ ամենօրյա կրակոցներին, Փաշինյանը պնդեց, Երևանը տեսնում է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության։ My impression and my opinion is that it is a matter of time. Of course, it is connected with wider economic regional agenda. Իմ կարծիքով դա ժամանակի հարց է եւ իհարկե դա կախված է ավելի լայն տարածաշրջանային օրակարգից, բայց ինչպես ես ասացի, մենք հավատարիմ կմնանք հաստատելու կայուն եւ հարատև խաղաղություն մեր տարածաշրջանում։ Մենք վճռական ենք անելու աշխատանքի մեր մասը, բայց իհարկե ազնիվ կլինեմ։ Մենք տեսնում ենք ցանկությունը Թուրքիայի կողմից եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղությանը եւ այստեղ որոշ նյուանսներ կան, հարցեր, որոնք մենք պետք է հասցեագրենք։ Վստահ եմ մենք դա կանենք։ The willingness from Turkey and we see that Azerbaijan is ready for peace, and there are some nuances, and we need to deliver and address those nuances, and I'm sure we will be able to do that. Անդրադառնալով Թուրքիայի հետ երկխոսությանը Փաշինյանը հայտարարեց Անկարայի հետ ուղիղ եւ գրեթե ամենօրյա շփումների մասին, թե ինչ մակարդակում են այդ շփումները եւ ինչու կողմերն այդ մասին չեն հաղորդում, չմանրամասնեց։ During recent years we've been able to establish a quite active dialogue between Armenia and Turkey. We had several meetings with President Erdogan
Վերջին տարիներին մենք կարողացել ենք Թուրքիայի հետ հաստատել բավականին ակտիվ երկխոսություն։ Ես նախագահ Էրդողանի հետ մի քանի հանդիպումներ եմ ունեցել, որոնք կառուցողական են եղել։ Գետնին մենք ունենք բազմաթիվ շոշափելի ձեռքբերումներ, բայց 3 տարի առաջ, երբ Հայաստանը ցանկանար իմանալ որն է Թուրքիայի դիրքորոշումը ինչ-որ հարցի վերաբերյալ, մենք պետք է խնդրեինք երրորդ կողմին Անկարայից ճշտել, որ այդ հարցի պատասխանը ստանայինք։ Բայց հիմա մենք ունենք ուղիղ եւ եկեք ասեմ ամենօրյա շփումներ։ Եվ ես հուսով եմ եւ ես վստահ եմ, վերջնարդյունքում այս գործընթացը կտանի դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանների բացմանը եւ տնտեսական կապերի ստեղծմանը եւ այլն։ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները 2022 թվականին Վիեննայում պայմանավորվել էին սեղմ ժամկետում ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայաստանն անգամ Մարգարայի անցակետը վերանորոգեց, բայց Թուրքիան մինչ այժմ սահմանը չի բացել։ Ավելին պաշտպանում է Զանգեզուրի միջանցքի գաղափարը եւ հայ-թուրքական կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանականով։ Ու մինչ Պրահայում Փաշինյանը խոսում էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հեռանկարի մասին, Սյունիքի սահմանային Խնածախ գյուղում բնակիչներն անվտանգության մեծ հեռանկար չեն տեսնում։ Արդեն գրեթե 3 ամիս է սահմանային գյուղի բնակիչները արթնանում եւ քնում են ադրբեջանական կրակոցների տակ։ Հայաստանի եւ Ադրբեջանի դեմ դիմաց ծածանվող դրոշներից 100 մետր այս կողմ է 66-ամյա մեխանիկ Կարո Անդրանյանի տունը։ Դարպասից դուրս է գալիս ու նայում բլրի լանջին, որտեղից ադրբեջանական կրակահերթերն են սկսում ուշ գիշերին։ Մեծ ու մանուկ արդեն 3 ամիս է հանգիստ չունեն ոչ մի օր։ Դες մին 100-150 մետրի վրա դրոշ տնկած ինձ պոստն ա, մեկել մեր տներն ա։ Գիշերը ժամը 22:20 առաջի կրակոցները սկսում ա։ Ու 2 ժամը 1, 3 ժամը 1 տները կան փոքրեր, մանուկներ ու մեծեր, որ անհագիստ են։ 100 մետր իրա կրակում են։ Մենք էլ մնացել ենք կաշկանդված։ Ինչ անենք այս պայամը։ Ողջ կյանքը Խնածախում ապրած Սյունեցի թոշակառուն ցավով է հաշվում գյուղի փակվող դռներն ու ավելացող կողպեքները։ 300 տուն ենք եղել, 1500 բնակիչ, այսօր 100 տուն ենք մնացել 400-450 բնակչով։ Գյուղը լքողների ճանապարհը սակայն կտրել չի կարող։ Վախի մեջ ով երեխա կմեծացնի, Reuters-ի հետ զրույցում հերթական անպատասխան հարցն է բարձրացնում սահմանի բնակիչը։ Ով որ շատ ավախերն ասում է, իմ երեխեքը ապահովության համար տեղափոխում եմ, ես էլ եմ համաձայն։ Երեխան եթե կրակոցի տակ, այս դրոշի տակ մեծանալու է, չի կարալու ապրի, կյանք ստեղծի, չի կարալու։ Թող գնա։ Ես դրա համար էլ սկսում եմ գյուղը դատարկվել։ Դեպի Սյունյաց երկին կառցակվող, իսկ երբեմն էլ տանիք, պատուհան ու մանր եղջերավոր կենդանիներ խոցող կրակոցները հայկական այս փոքրիկ գյուղին պարբերաբար հիշեցնում են շատ մոտ հակառակորդի ու այդպես էլ չմոտեցող խաղաղության մասին։ Ադրբեջանը հերքում է, թե իր զորքերն են կրակ բացում ու հայկական կողմին է մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Այս կրակոցները սկսվել են մարտից, երբ Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, որն Ադրբեջանը չի ստորագրում։ Փաստաթղթի կնքման համար Բաքուն շարունակ պնդում է իր նախապայմանները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարում։ Թեև այս նախապայմանների մեջ չի նշվում, բայց Բաքուն Հայաստանից նաեւ Սյունիքով ճանապարհ է պահանջում դեպի Նախիջևան, անխոչնդոտ ու առանց մաքսային հսկողության։ Ադրբեջանական կրակոցները սահմանամերձ բնակավայրերում են անդորը խախտում, Ալիևի հայտարարությունները Հայաստանի հարավային դարպաս Մեղրիում։ Վերջի Արցախի դեպքով պայմանավորված, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի հայտարարություններով պայմանավորված կան, այո, վախի զգացմունք, բայց այնուամենայնիվ Մեղրի համայնքի բնակիչները, ինչպես եւ տեսնում եք, քաղաքում ստեղծում են, արարում են, աշխատում են, զբաղվում են գյուղատնտեսությամբ, զբաղվում են հանքարդյունաբերությամբ։ Իրանին, Ադրբեջանին ու Նախիջևանին սահմանակից Մեղրին այդ երեքից միայն Իրանի հետ է ջերմ հարաբերվում։ Մյուս հարևանների հետ սառը գոյություն չունեցող շփումների մասին է վկայում նաև Մեղրիի չգործող երկաթուղային կայարանը Արաքսաշեն համայնքի վերջում, փակ, լքված ու կիսավեր։ Կայարանի նախկին փոխտնօրեն Արմեն Դավթյանը շրջում է մետաղի ջարդոնի վերածված վագոնների կողքով ու հիշում է, թե ինչ կարևոր հանգույց էր այն նախկինում։ Խորհրդային միության հետ Պարսկաստանի, Իրանի հետ կապը երկաթգծով անցնում էր մեր այս հատվածով։ Մինջևան, Մեղրի, Ջուլֆա։ Ջուլֆայով նոր անցնում էր դեպի Իրան։ Հիմնական ուրեմն բեռնատարները Իրան,
հիմնական դեպի Հայաստան հոսքը, Հայաստանից դեպի Խորհրդային Միության մյուս բոլոր տարածքները անցնում էր այս հատվածով, դեպի Երևան, դեպի Բաքու ու դեպի դальше Կագարան։ Արմեն Դավթյանն նբուրնումով է մոտենում ապաշրջափակման շուրջ ժողովրդի խոսակցություններին ու մտահոգություններին, բայց մեր օրերում այն համարում է աբսուրդ։ Հասկանում եմ ինչ որտեղ նաև նրանց մտավախությունները, եթե այդ խոսակցությունները լիներ, ասենք 93, 94, 95, 96 թվականներին, կասեմ այո, ճիշտ են ասում, որովհետև ցանկացած պահին ամեն ինչ էլ հնարավոր է, բայց 2025 թվականին մտավախություններ ունենալ տրանսպորտի ապաշրջափակման հետ կապված, որ հնարավոր է նման բաներ լինել, մի քիչ արդեն ես դա համարում եմ աբսուրդային։ Աբսուրդային են թե տեղին սյունեցիների վախերն ու անհանգստությունները, ցույց կտա ժամանակը, փաստ է սակայն, որ խիստ ռազմականացված 1000 կիլոմետր երկարությամբ սահմանը շարունակում է փակ մնալ շուրջ 35 տարի։ Պաշտոնյաներն ու լրագրողները հեռանում են հարավային այս բնակավայրերից, անհանգստությունն ու վախը մթնշաղի հետ կրկին իջնում են սահմանային խնածախի վրա։ Հայ-ադրբեջանական շփման գծում այսօր շփվում են միայն դրոշները։ Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նա մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու հոդվածներով ազատությանը հայտնել են գործը քննող հակակոռուպցիոն կոմիտեից։ Այլ հարցերի գերատեսչությունից չեն պատասխանում, այդ թվում թե կոնկրետ ինչ քրեական գործով է անցնում Աբրահամյանը, ազատության տեղեկություններով հակակոռուպցիոնի քննիչը միջնորդություն կներկայացնի Աբրահամյանին կալանավորելու համար։ 7 տարի առաջ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու համար։ Ինչ փուլում է 2018 թվականին հարուցված գործը եւ կապ ունի այսօրվա գործի հետ, դատախազությունից չհայտնեցին։ Հստակ է միայն, որ 2018-ին հարուցված այդ գործը դատարան չի հասել։ Աբրահամյանը ու ընտանիքը նաեւ ապօրինի հարստացման համար են կանգնած դատարանի առաջ։ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովն այսօր մեկ քվեչը հերիքեց փողով բանակից վաղաժամկետ ազատվելու օրինագծին դրական եզրակացություն տալու համար։ Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է 18-ից 32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս եւ վճարել 24 միլիոն դրամ, այսինքն ավելի քան $60,000։ Ընդդիմադիրները, հանրությունն ու հասարակական կազմակերպությունները քննադատում են իշխանական պատգամավորի այս նախաձեռնությունը, պնդելով, որ այն օրինականացնում է խտրականությունը։ Չնայած այսօրվա քվեարկության արդյունքներին վիճահարույց օրինագիծը դեռ կարող է հայտնվել ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում։ Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում շուրջ 4 ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ։ 5 կողմ 4 դեմ 1 ձեռնպա։ Նախագիծը չի անցել։ Հարցը կքննարկենք լիագումար նիստերի դեմ։ Նախագծին կողմեր ԿՊ-ական 5 պատգամավոր, դեմ էին 4 ընդդիմադիրներ։ Վճռորոշ դարձավ հանձնաժողովի ԿՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանի ձայնը, ով ձեռնպահ քվեարկեց։ Մինչ քվեարկությունը Քոչարյանը հորդորում էր Սարգսյանին ետ վերցնել վիճահարույց նախագիծը եւ լրացուցիչ քննարկումներ կազմակերպել։ Հայկ Սարգսյանը մինչդեռ հակադարձում էր, Քոչարյանը դեմ չի եղել իր նախագծին, ավելին ողջունել է այն։ Քոչարյանն էլ հորդորում էր ներկաներին չհավատալ Սարգսյանին, պնդելով, նա երևակայությունների գիրկն է ընկել։ Ես դրա մասին ասել եմ պարոն Քոչարյանին եւ նա շատ ուրախացել է եւ դրական է վերաբերվել դրան։ Դրանից հետո մենք ունեցել ենք Մինչդեռ այսօրվա նիստում պաշտպանության հանձնաժողովի նախագահը չէր թաքցնում, որ դեմ է այս նախագծին, պնդելով քիչ ծառայելու այս օրինագիծը խտրականություն է առաջացնելու։ Ինչ, հետո գրանք սահմանական դատարան ճշտենք, ակնհայտ է, որ խտրականության խնդիր առաջանալու։ Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 18-ից 32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, այսինքն ավելի քան $60,000, եւ 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ, տվյալ դեպքում ավելի քան $47,000։ Սակայն թե ընդդիմադիր եւ թե իշխանական պատգամավորները բազմաթիվ խնդիրներ են տեսնում այս օրինագծում, պնդելով, որ այն չի կրճատելու զինծառայությունից խուսափողների թիվը, ինչպես նաեւ արմատախիլ չի անի կոռուպցիան։ Պատգամավորների համոզմամբ օրինագիծը ավելի է խորացնելու առկա խնդիրները։
ուսումնական զորամասում կան 3 ծառայող։ Մեկի պապան տվել է 24 միլիոն մի ամիսա ծառայում, մեկի պապան տվել է 18 միլիոն 4 ամիսա ծառայում, այն մեկի պապան չի կարողացել տա ու 24 ամիս պետքա ծառայի։ Դուք պատկերացնում եք զորամասում այդ 3 զինվորի փոխհարաբերությունը։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ամսական 100,000 են ստանում, այդ մարդիկ կարողանալ են օգտվել, պարոն Սարգսյան, չեն կարողանալու բոլորն օգտվել։ Եվ օբյեկտիվորեն դառնալու է սա հակասահմանադրական, որտեղ մարդկանց մի խումբը կարողանալու է ելնելով իր կարողություններից, իր գույքային դրությունից, սոցիալական կարգավիճակից, մյուս մասը ակնհայտորեն չի կարողանալու։ Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը մինչդեռ պնդում է, հանրությունը կողմ է, որ 24 միլիոնով 1 ամիս ծառայելու հնարավորություն տրվի։ Դա ըստ պատգամավորի պարզել են հարցումների միջոցով։ Հարցումը պատվիրել է վարչապետի աշխատակազմը Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով։ Իշխանական պատգամավորը պնդում է դրսում ապրող Հայաստանի քաղաքացիները ևս հետաքրքրված են ավելի քան $60,000 դիմաց 1 ամիս բանակում ծառայելու հնարավորությամբ։ Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ոգևորված են այդ օրենսդրական նախաձեռնությամբ։ Թե ընդդիմադիր, եթե իշխանական գործընկերներին համոզելու համար օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանն այսօր հանձնաժողով էր բերել մի մեծ գրատախտակ, որտեղ գրում էր, թե քանի քաղաքացի է խուսափել զինծառայությունից։ Չնայած Պաշտպանության փոխնախարարի առարկությանը, պատգամավորը տեղեկացրեց, որ 22-23 թվականներին 30,000 զորակոչիկներից 20,000-ը չի ծառայել, այսինքն մոտ 70%-ը չի զորակոչվել։ Նրանցից 80%-ը առողջական խնդիրների պատճառով, 4%-ը ուղղակի խուսափել են ծառայությունից, 2,000-ն էլ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նախագծով անարդարություն է առաջացնում, հակադարձեց, այդ անարդարությունն այսօր էլ կա։ Եվ ունենք եւս մի գործընկեր, ում դասարանում միայն իր որդին է զորակոչվելու եւ եւս մեկը, իսկ մնացած 12 տղաները կամ Հայաստանի քաղաքացի չեն, կամ արդեն իրենց հարցերը ուրիշ ճանապարհով լուծել են։ Իդեպ պատգամավորը այլ մտահոգիչ վիճակագրություն էլ ներկայացրեց։ 2008-ին ծնված զորակոչի ենթակա տղաների 7%-ը, որը հաջորդ տարի պետք է զորակոչվի, այլևս Հայաստանի քաղաքացի չէ։ 2009-ին ծնվածների 8%-ն է հրաժարվել արդեն Հայաստանի քաղաքացիությունից։ Նաև այս նպատակով է պատգամավորն առաջարկում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամի տուրք։ Չնայած քննադատություններին ու Պաշտպանության հանձնաժողովում ստացած բացասական եզրակացությանը, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր հեղինակած նախագիծը հետ չի քաշելու եւ փորձելու է այն ընդգրկել հաջորդ շաբաթ մեկնարկող քարոզիայի օրակարգ։ Կընդգրկվի թե ոչ, կորոշվի լիագումար նիստում հունիսի 17-ին պատգամավորների քվեարկությամբ։ Ես սկզբից էլ 16 օր շարունակ վաղ առավոտյան Facebook-ում հոգևորականներին եւ մասնավորապես ամենայն հայոց կաթողիկոսին վիրավորական մեղադրական գրառումներ ձոնող երկրի ղեկավարը այսօր սոցիալական ցանցերում լուրեր։ Պրահայում գտնվող Փաշինյանը անգամ չի անդրադարձել առաջին նախագահի 3-վա գրառմանը, որում Տեր-Պետրոսյանը Փաշինյանին ազգադապ եւ սրբապիղծ էր անվանել։ Այսօր սակայն սոցցանցերում լուրեր միայն վարչապետը, նրա փոխարեն գրառմամբ հանդես եկավ Աննա Հակոբյանը։ 34 ժամ է Հայաստանի վարչապետը ոչինչ չի գրել ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության մասին։ Նա անգամ չի արձագանքել առաջին նախագահի գրառմանը, որում Տեր-Պետրոսյանը Փաշինյանին ազգադավ ու սրբապիղծ է անվանում։ Անուղղակի արձագանքել է վարչապետի տիկինը, կրթվել է նորաձև է շարժման գաղափարախոսության կոնտեքստում։ Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չի ինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը։ Հետո ասում են վարչապետի տիկինը մեզ վիրավորում է։ Օй, ինչպիսի բարքեր։ Այս օրերին Մայրաթոռում պատրաստվում են Արարատյան շաբաթվան 5 եկեղեցական տոներ են արչևում, որը կեզրափակվի հունիսի 22-ին պատարագով։ Ըստ Էջմիածնի հաղորդագրության ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայրաթոռի անսասանության ու հավետ պայծառության համար։ Հիմա չկա վեհափառ, հիմա չկա կաթողիկոս հայ առաքելական եկեղեցու։ Հայ առաքելական եկեղեցում իրեն կաթողիկոս էս պահին համարող մարդը խախտել է կուսակրոնության ուխտը։ Այդ մարդը ունի անհամատեղելիություն կաթողիկոսի կարգավիճակի հետ, հասկանում եք։ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է կաթողիկոսին Կտրիչ Ներսիսյան աշխարհի կանոնով է դիմում։ Նրա թիմակից Վահագն Ալեքսանյանը չի կասկածում վեհարանը առաջիկայում կազատվի։ Կտրիչ Ներսիսյանը ինքը առաջիկայում շատ լավ հասկանալով ինքը հենց անձամբ դուրս է գալու վեհարանից, որտեղ վեհարանը վեհի տեղն է։ Շուրջ կես ամիս կաթողիկոսի փոփոխության հանրային դաշտը փոթորկած հարցը հանրային խորհրդում է քննարկման թեմա դարձել։ Ըստ կառույցի տարածած
պաշտոնական հաղորդագրության խորհրդակցությունն հրավիրել նկատի առնելով Հայաստանի իշխանությունների ու հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնությունները։ Ստեղծված վիճակի հանգուցալուծումը տեսնում են բացառապես իրավական հենքի վրա։ Ըստ այդմ եկեղեցին եւ հոգեվորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց։ Բայց կաթողիկոսի հետ Նիկոլ Փաշինյանը ինչ գործ ունի։ Դա իր գործը չի։ Քաղաքացիների մեծ մասը կաթողիկոսի փոփոխության անսպասելի հարցը ոչ թե հավատացյալներին վերաբերող հավատքի խնդիր են համարում, ինչպես Փաշինյանն է նշում, այլ քաղաքական հարց։ Այս դրությամբ դա արդեն դառնում է քաղաքական հարց։ Թողնուց այն։ Ոչ հետևել եմ առանձնապես կաթողիկոսին, ոչ էլ համար հավատքը մեր մեջ է։ Այս կինը անընդունելի է համարում այս օրակարգը, վստահ է, որքան էլ ասեն, թե այն կաթողիկոսին է ուղղված, միևնույնն է եկեղեցին է հեղինակազրկվում։ Այն որ արդեն մեր կառավարությունը հասել է եկեղեցուն, այդ արդեն շատ բան ասում իրանց մասին։ Ոնց կարելի է մեր եկեղեցու թեման սարքել համաշխարհային քննարկման թեմա։ Ոնց կարելի է այդպես բան անել։ Միտիկին ընդհանրապես ոչ մի կերպ չի ըմբռնում ինչի մասին է այս թեժ թեման։ Ես այդ ուխտեր մուխտերից Իսկ դու մարդը կարա երեխա ունենա։ Մարդը նորմալ մարդը, կաթողիկոսը կարող է ինապլանետյանինը։ Կաթողիկոսն իր տեղում չէ, պիտի փոխվի, եկեղեցին էլ այո, չուլան է, ինչպես վարչապետն է ասել, կան նաև այսպիսի տեսակետներ։ Որովհետև այնի եկեղեցին չուլանա, դարձել։ Իր տեղը չի։ Իր տեղը չի։ Եկեղեցին իր գործը չի կատարում ճիշտ։ Խմբա։ Իր դերում չի։ Ինձ թվում է, որ պետք է, որտեղ եկեղեցին իրավունք չունի մտնի քաղաքականության մեջ։ Եկեղեցին պետք է ժողովրդի հետ համամիտ լինի ամեն ինչում, ժողովրդի հետ պետք է լինի։ Այդ ինչ միհրատապ ու առաջնային հարց է, քաղաքացիների մի խումբ էլ այս կարծիքին է։ Թող չփոխի, թող դիք ուրիշ հարցեր կա։ Կաթողիկոսը ասել իրան մեկին դոմպելա թե չի դոմպել շատ կարևոր հարց է։ Թող չփոխեն, ոչ մեկը չփոխի, բայց չուտեն մարդկանց վիճակը լավ կարևոր են, անվտանգությունը այս երկրի ապահովեն, շատ կարևոր հարցեր կա այս երկրում, ոչ թե կաթողիկոսին փոխեն։ Շատ սխալ։ Շատ սխալ։ Ինչ արել։ Ինչ էր, ոչ մի վատավ մեր քրիստոնեությունը պահպանում է, քարոզում է, եւ այլ։ Մարդը էլի իր համար ինչ են ուզում տարակուսում է այս տղամարդը։ Նոր եկավ։ Ինչ անել։ Ինչ։ Քաղաքացին խորությամբ չէր հետևել կաթողիկոսի փոփոխության իշխանական հիմնավորումներին։ Դրանք ոչ թե ինչ անելու, այլ ինչ չանելու մասին են։ Շարունակեք հետևել մեր լուրերին, այցելելով հատուցություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակները, FM-ը, ամենայն նախատեսել հաջողություն։